Հայաստանից հեռացած բազմաթիվ մարդիկ կան, որոնք արտասահմանից YouTube-ով կամ Facebook-ով հաղորդումներ են վարում։ Լսարանը հիմնականում Հայաստանն է, բովանդակությունը հայրենասիրական, բայց եթե այդ մարդկանց հարցնեք ինչի են Հայաստանից հեռացել և ինչի չեն գալիս Հայաստան, ձեզ կպատասխանեն քեզ ինչ։ Հայաստանում կան քաղաքական գործիչներ, մեկը չի, բազմաթիվ, որոնք իրենց երեխաներին բանակից տարբեր ճանապարհներով ազատել են։ Եթե հանկարծ հարցնեք, ձեզ կպատասխանեն քեզ ինչ։ Կան հայրենասեր մարդիկ, խոսում են հայրենասիրությունից, կողքից փոքր բիզնես ունի, բայց երբեմն պատմում է, թե ինչ խորամանկությամբ է թաքցնում իր եկամուտները։ Եվ նույնիսկ սովորեցնում է իր շրջապատի բիզնեսմեններին, թե նրանք ինչպես թաքցնեն իրենց եկամուտները։ Սրա մասին մտածելուց հիշեցի մի հրեական պատմություն, որ հրեական գաղութներից մեկում 50 հրեա հավաքվում և գնում են իրենց ռաբբիի մոտ, ասում են ռաբբի, ինչի մենք հայրենիք չունենք։ Ռաբբին ասում է, վաղ ամեն մեկդ կես շիշ օղի կբերեք, և ես ձեզ կպատասխանեմ։ Հաջորդ օրը հրեաները հավաքված ամեն մեկը իր օղին ձեռքին գալիս է ռաբբիի մոտ։ Ռաբբին դնում է մի մեծ կաթսա, օղին լցնում է մեջը։ Ապա բաժակով խփելով կաթսայից տալիս է ամենամոտ կանգնածին։ Ամենամոտ կանգնածը խմում ու զարմանում է, ասում է ջուր է։ Ռաբբին ասում է, այ դրա համար էլ մենք հայրենիք չունենք։ Ամեն մեկը մտածել էր, որ ինքը ջուր կտանի և չի զգացվի, որ ջուրը ինքն է բերել։ Եվ այդպիսով բոլորն էլ ջուր էին բերել։ Այն մարդիկ, ովքեր ասում էին, քեզ ինչ, միգուցե ճիշտ էլ ասում են, բայց այդ դեպքում թող չզբաղվեն նրանով, ինչ որ զբաղվում են։ Քանի որ երբ խոսում են հայրենասիրությունից, առաջինը պետք է մտածեն, որ իրենք բավականին խոցելի վիճակում են։